Երգում են լսողության խանգարումներ ունեցող երեխաների երգչախումբն ու կամերտոն վոկալ ակումբի սաները ներառականություն եւ սեր քարոզելով ներկաներին։ Ակնարկում են այս մթնոլորտն է լինելու զինվորի տան մանկական նյարդավերականգնողական նոր բաժանմունքում, որի կարմիր ժապավենը կտրում են ֆրանսիահայ բարերար Ժան Դադիկյանն ու վերականգնողական կենտրոնի բուժառու 12-ամյա Սարգիսը։ Տղան մինչև այստեղ բուժում ստանալը սայլակով էր տեղաշարժվում։ Նորաբաց բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքերով, որոնք հարմարեցված են փոքրիկ բուժառուների ֆիզիոլոգիական եւ հոգեբանական պահանջներին։ Սարքերի հիմքում խաղերն են, որոնց միջոցով երեխաները կստանան նյարդավերականգնողական բուժում։ Այս մեթոդն ըստ մասնագետի ամենաարդյունավետն է։ Ինչ են թույլ տալիս սարքավորումները, իրենց ինտեգրել խաղերի մեջ, իրենք չեն էլ նկատում ինչ են անում եւ ինչի համար են անում։ Թերապիստը բժշկի օգնությամբ, ինչը որ շեշտադրվում է, թե ինչ դեֆիցիտ ունի նյարդաբանական եւ ինչի վրա մենք հենվելու, ինչի կարիք ունենք, դրվում է համապատասխան ծրագիրը, համապատասխան բարդության ընտրվում է եւ պացիենտը, փոքրիկ բալիկները սկսում են խաղալ ըստ իրենց հնարավորությունների։ Փայտին ուրվագծված մրգերը տեղադրում են համապատասխան վանդակներում, սենսորային էկրանի վրա ուղղում գնացքի ռելսերը, հեծանիվ քշում եւ այլն։ Գույնզգույն միջավայրում բուժում կստանան ուղեղային կաթված, մանկական պարալիչ, նյարդային համակարգի ախտահարումներ, զարգացման հապաղումներ եւ խանգարումներ ունեցող երեխաները։ Սա այն եզակի կենտրոններից մեկն է, որը կարող է ընդունել ծանր հենաշարժական խնդիր ունեցող երեխաներին, որոնք ունեն ուղեկցող բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես տեսալսողական համակարգի խանգարումներ ունեն եւ այստեղ մաքսիմալ ինքնուրույն կարող են լինեն, այսինքն առաջիկայում պատրաստում ենք ներդնել համակարգեր, որտեղ կույր երեխաների համար QR կոդի միջոցով կսկանավորեն եւ ամբողջությամբ ձայնային ուղեկցող կունենան։ Բաժանմունքում կգործեն նաեւ էրգոթերապիայի, կինեզիոթերապիայի, լոգոպեդի եւ հոգեբանի ծառայություններ։ Համալիր բուժումը կնպաստի երեխաների ամենապարզ սոցիալ-կենցաղային հմտությունների զարգացմանը, սենյակի լույսը միացնելուց մինչև դռան կողպեքը բացելը։ Բուժառուներն իմիտացիոն սարքերով կուժեղացնեն մկանային համակարգը, շարժունակությունը եւ այլն։ Կարևորում եմ, որ զինվորի տանը բացվել է մանկական բաժին, հաշվի առնելով, որ այն հզորությունները, որը ձևավորված են եղել զինվորի տանը, հաշվի առնելով մեր տղաների խնդիրները, այնուամենայնիվ այդ հզորությունները կարող են նաև ծառայել մեր երեխաներին, եթե դա հագեցված լինի նաև նեղ մասնագիտական սարքավորումներով, ինչ այսօր տեղի ունեցավ, եւ կարծում եմ, որ այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։ Ծառայություններից կարող են օգտվել բոլոր քաղաքացիները։ Կենտրոնն աշխատում է մանկական վերականգնողական թերապիան պետպատվերի շրջանակում հասանելի դարձնելու ուղղությամբ, իսկ զինվորի տան շահառու տղաների երեխաներն այստեղ կբուժվեն անվճար։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։